Տիկին Սարգսյան իրականում մեկ հարց էլ նախատեսել էի հնչեցնել, վերջին մի քանի օրերի ընթացքում մեծ աղմուկ է հանել Արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումը եւ այդ դեպքը։ Դուք գիտեք, որ Վանաձորի ոստիկանները խոշտանգման են ենթարկել Տիգրանին եւ ստիպել են գրել ցուցմունք, որ իրենց համար ընդունելի կլիներ, բայց մինչեւ այսօր այդ ոստիկանները շարունակում են իրենց աշխատանքը, որևէ հետևանք չկա։ Ես ուզում եմ ձեր դիրքորոշումը լսել այս առումով, որովհետեւ գիտեք, զուգահեռներ կարելի է տանել, տեսեք, երիտասարդ Արցախցու նկատմամբ նույն բանն է, այսինքն տեղի ունենում է իրավիճակ, որը հետևանքներ գոնե մինչեւ այսօր չի եղել։ Նույնը տեղի ունեցել նաև ազգային ժողովի падգամավորի նկատմամբ, երբ օրը ցերեկով բոլոր այդ կամերաների ներկայությամբ ծեծել են, բայց եւս դրա հետևանքը չենք տեսնում, այսինքն այդ նույն մարդիկ, ովքեր ծեծի են ենթարկել, շարունակում են դեռևս աշխատանքը։ Սա կարծես թե արդեն համակարգային խնդիր է ստանում։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան հարցադրման համար։ Վստահաբար տեղյակ եմ, թե ինչ դեպքի մասին է խոսքը եւ նաեւ հանրային տիրույթում ինչ խոսակցություններ են նաեւ այս դեպքի մասով պատտվում, բայց կարծում եմ, որպես ներքին գործերի նախարար անմիտ կլիներ մտնելու տեղեկատվության հոսքի մրցավազքի մեջ եւ հնդածս հայտարարելու այնպիսի փաստեր, որոնք որ դեռևս պետք է ճշգրտվեին եւ դեռևս պիտի կոնկրետ գնահատականների արժանանան։ Բայց հարցին ուզում եմ անդրադառնալ հետեւյալ ասպեկտով եւ նաեւ հնչեցնել որոշակի հարցադրումներ, որոնց պատասխանը որ պիտի քննությունը տա։ Նախ ցանկացած իրավիճակում մեր խնդիրն է հանրային համերաշխության պահպանումը, բայց կոնկրետ այս դեպքի մասով տարբեր մտքեր են հնչեցվում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանում նրանց, հակառակը ավելի է թիրախավորում, նրանք մենակ են, նրանց պետք է պաշտպանել ոստիկաններից, ոստիկանության համակարգում կա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք եւ այսպես շարունակ։ Ես պիտի հստակ արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առանց այտել իրադարձությունների բերումով տուժել են եւ գտնվում են խոցելի իրավիճակում, տեղահանվել են, ունեն բազմաթիվ կարիքներ, որոնք ըստ էության հասցեագրման եւ նաեւ լուծման կարիք ունեն եւ այստեղ անընդհատ փորձել էմոցիոնալ դաշտ ստեղծել նրանց համար, դա որևէ մեկի համար, որևէ ձևով օգուտ բերող process չի կարող լինել եւ հակառակը, այդպես ավելի են թիրախավորում մեր հայրենակիցները եւ կարծում եմ, որ այս պարակտչական գործողությունները ընդհանուր հանրային խոսույթում պիտի դադարեցվեն, որովհետեւ դա նվազն բարոյական չէ։ Պատասխանատու հայտարարում եմ, որ Հայաստանում լինի ՀՀ քաղաքացի, լինի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ, եթե կա անձի իրավունքների պաշտպանության հարց կամ կա անձի իրավունքների խախտման հետ կապված հարց, չկա որևէ տարբերություն, որովհետև մենք գործ ունենք մարդու հետ։ Սա առաջինը։ Կոնկրետ դեպքի մասով ես պիտի ասեմ հետևյալը, որ խոշտանգման կամ մարդու նկատմամբ բռնության ցանկացած ահազանգ իհարկե մտահոգիչ է, ես մտահոգիչ եմ անձամբ համարում, հատկապես անպայման, հատկապես այն պայմաններում, երբ որ խոսք է գնում իմ գլխավորած կառույցի մասին, ոստիկանների գործողությունների մասին եւ հետեւաբար այստեղ կրկնակի ջանք պիտի գործադրվի, որ օբյեկտիվ լինի process-ը եւ մենք կարողանանք ճիշտ հետեւություններ անել եւ այստեղ բնականաբար ցանկացած ահազանգին պիտի հաջորդեն ստուգողական գործողություններ եւ իմ արձագանքը եղել է անմիջապես հարուցվել է ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն, զուգահեռ կա նաեւ քրեական բարույթ քննչական կոմիտեում այս դեպքի մասով։ Իհարկե այս երկու վարույթների շրջանակներում բնականաբար կտանք համապատասխան գնահատականներ, ես այս պահին հատկապես քրեական վարույթի առկայության պայմաններում չեմ հավակնի տալ որևէ գնահատական, որովհետև դրա իրավասությունը չունեմ, բայց պետք է օբյեկտիվ իրականացվի քննություն։ Զուգահեռաբար պետական քաղաքականության միասնականության տեսանկյունից ես արդեն իսկ համապատասխան առաջարկ եմ ուղարկել նաև գլխավոր դատախազին քննչական կոմիտեի նախագահին, արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին եւ նաեւ քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին, ձևավորելու աշխատանքային խումբ եւ
Սկզբից մինչև վերջ դիտարկելու առհասարակ խոշտանգման եւ ատվերաբերմունքի դեպքերի արձանագրման բացահայտման մասով մեր մեխանիզմներ եւ հասկանալու թե ինչ անելիքներ կան։ Բայց վերադառնալով դեպքին եւ կրկին չհավաքնելով տալ որևէ գնահատական, ես ուզում եմ կիսվել իմ որոշակի հարցադրումներով, հա, թե կուզեք այսպես ասեմ, որոնք կարծում եմ կարող էին առաջանալ յուրաքանչյուր անձի մոտ, ով որ ցանկություն ունի հարցին օբյեկտիվ նայելու եւ հարցին չվերաբերելու միանշանակորեն միակողմանիորեն, հա, այս տեսանկյունից։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ վերաբերմունքի մասին, այն փաստարկների մասին, որ պաշտպանություն չկա եւ այլն, ուզում եմ հիշենք, թե ինչ դեպքի մասին է խոսքը։ Այսինքն ինչ հանցագործություն է գրանցվել ոստիկանությունում, որի շրջանակներում կոնկրետ ահազանգող անձը հայտնվել է ոստիկանության տեսադաշտում։ Սա կարծես թե ոչ մեկի հետաքրքրության տիրույթում չհայտնվեց կամ մարդիկ չցանկացան նաեւ այս դրվագին անդրադառնալ, բայց խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր մեկ այլ հայրենակցի վրա ավազակային հարձակման մասին, որտեղ որ տանը եղել է մի կին եւ անչափահաս երեխաներ, կատարվել է հափշտակություն ոսկյա իրերի եւ ես հետամուտ եմ լինելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր տվյալ հայրենակցի նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտվի եւ բոլոր անձին կենթարկվեն պատասխանատվության, որովհետեւ նորից եմ շեշտում, ունենալ նմանատիպ խոցելի վիճակում գտնվող հայրենակից եւ նրա նկատմամբ կատարել ավազակային հարձակում, գործընկերներ, գողություն չէ, ավազակային հարձակում, երբ որ մենք բոլորս գիտենք եւ տուժողն էլ գիտի հանցան կատարած անձին, նրա ներկայությամբ է կատարվում արարքը եւ չի թաքցվում տվյալ հանցագործության իրականացումը։ Երկրորդը Խոշտանգման այս դեպքի ընդհանուր վարույթների շրջանակներում, այս դեպքի մասով, համացանցում շրջանառվեց մի լուսանկար եւ փորձ կատարվեց այդ լուսանկարը վերագրել այս դեպքին, որտեղ որ ոստիկանության տվյալ բաժնից թևանցուկ մի անձի դուրս են բերում ոստիկանության բաժնից եւ փորձ կատարվեց նաեւ զուգահեռներ անցկացնել այս երկու դեպքին եւ որպես ապացույց խոշտանգման եւ անձի դրության մասով բերել այս լուսանկարը։ Չնայած որ մենք հերքեցինք հանրայնորեն, որ այս լուսանկարը կատարված է մի քանի տարի առաջ եւ բացարձակ կապ չունի այս դեպքի հետ, բայց դերևս շարունակվում է այս լուսանկարը կապվել այս իրադարձության հետ եւ պնդել, որ անձը տվյալ վիճակում է եղել։ Սա հարցադրում եմ հնչեցնում, ինչու։ Ինչու է այս դեպքի հետ կապվում մի իրադարձություն, որն այս դեպքի հետ կապ չունի։ Այս դեպքի մասով տարածվեց համացանցում մեր երկու ծառայողների մասով առնվազն լուսանկարներն եմ ես տեսել։ Պիտի փաստեմ, որ ծառայողներից մեկը մի քանի օր առաջ մեկ այլ հանցագործության բացահայտման, մեկ այլ հանցան կատարած անձի նռնակով վնասազերծման դեպքի շրջանակներում վտանգելով իր կյանքը ստացել է վնասվածքներ եւ հայտնվել հիվանդանոցում։ Հիմա որպես նախարար իմ հարցադրումը հետեւյալն էր. Ոստիկանության ծառայողը կարող է օրեր առաջ պատշաճ ոստիկանին բնորոշ վարքագիծ դրսևորել, պահպանելով օրենքը եւ ապահովելով այլ անձանց անվտանգությունը, օրեր հետո վերածվել մարդու իրավունքները կոպտորեն խախտող ոստիկանի։ Այս հարցի պատասխանը պիտի տա քննությունը։ Այս հարցի պատասխանը ես տալ չեմ կարող, բայց առնվազն այս հանգամանքը ես բարձրացնել պարտավոր եմ ուղղակի։ Հիմա ըստ ենթադրյալ տուժողի խոսքերի 8 հոգով ինտենսիվ ծեծ է եղել իր նկատմամբ։ Կրկին, այս հարցի պատասխանը պիտի տա քննությունը, քանի հոգով, ինչ իրադարձություն, ինչպես, ոնց, որտեղ, բայց պիտի նշեմ, որ դատաբժշկական փորձաքննություն եղել է եւ ծառայողական քննության շրջանակներում երեք ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ծառայողական քննության շրջանակներում ես ստացել եմ փորձաքննությունը։ Փորձագետը եզրակացության եզրափակիչ մասում նշել է հետեւյալը եւ ես ուզում եմ բառացիորեն գործընկերներ վկայակոչեմ եզրակացության եզրափակիչ մասը։ Բուժհաստատությունում նշած ձախ ականջախեցու եւ գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքներ սալջարդեր ախտորոշումը հիմնավորված չէ զննության օբյեկտիվ տվյալներով, որի պատճառով էլ որպես մարմնական վնասվածք չի ընդունվում եւ չի մեկնաբանվում։ Ինչ կարելի է եզրակացնել
հանրային տիրույթում նման մանրակրկտությամբ դեպքի մանրամասների նկարագրությունից ինտենսիվ ծեծ, 8 հոգի, հարվածներ դեմքին, վենաշապիկը հանելու process եւ փորձագետի եզրակացությունը եւ նաեւ ուժհաստատության տված նախնական ախտորոշումը։ Ինչ է ստացվում, որ նման իրավիճակի պայմաններում թե հիվանդանոցը, թե դատաբժիշկը պիտի տար ավելի բարդ նկարագրություն իրավիճակի, քան որ մինչև այս պահը ֆիքսված է։ Սա ուղղակի փաստեր եմ արձանագրում, որպեսզի յուրաքանչյուրս իրավիճակին նայենք օբյեկտիվ եւ չտանք գնահատականներ, չսեւացնենք որոշակի անձանց, որոնք որ կարող է վերջնարդյունքում մեղավոր չհամարվեն, բայց նորից եմ շեշտում, ես գնահատական չեմ տալիս։ Ես ֆիքսում եմ, որ կա քաղաքացու ահազանգ, որտեղ նշվում է, որ 10 րոպեն 1 ինտենսիվ ծեծ է եղել է տարբեր վնասվածքներ, եղել են 8 հոգի, 10 րոպեն 1 ինտենսիվ ծեծի արդյունքում չստանալ վնասվածք եւ անկախ փորձագիտական եզրակացությամբ դա չֆիքսվի, սա ուղղակի պիտի դառնա օբյեկտիվ քննության առարկա։ Գործի շրջանակներում բոլոր այս հանգամանքները պիտի քննարկվեն, պիտի հարցաքննվեն ոստիկանները, տարածքի հնարավոր տեսախցիկները, եթե կան այդպիսիք, պետք է առգրավվեն։ Դատաբժշկական փորձաքննությունը պետք է ուսումնասիրվի, փորձագետը միգուցե հրավիրվի հարցաքննության եւ այլն եւ այլն։ Ես ապավինում եմ քննչական կոմիտեին այս հարցով օբյեկտիվ եւ արդար քննություն իրականացնելու համար։ Եթե քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանության ծառայողները ունեն մեղավորություն, միանշանակ այդ ծառայողները կենթարկվեն պատասխանատվության։ Եվ եթե պարզվեց, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, միաժամանակ ըստ այդմ բնականաբար պիտի վրա հասնի պատասխանատվություն սուտ մատնության, տրամաբանության մեջ։ Հետևաբար ես առաջարկում եմ ընդհանուր այս քննարկումները չդիտարկել միակողմանի կերպով, ես որևէ թևին որևէ մեղադրանք կամ արդարացում տալ չեմ ուզում, բայց առնվազն հարկ համարեցի ազգային ժողովի նկատմամբ հաշվետվողականության շրջանակներում հնչեցնել այն բոլոր հարցադրումները, որոնք անձամբ ինձ համար առանձնահատուկ են եւ կարիք ունեն համակողմանի եւ օբյեկտիվ եւ լրիվ դիտարկման եւ քննության։ Կարծում եմ յուրաքանչյուր անձի մոտ, որ ցանկություն ունի իրավիճակի օբյեկտիվ նկարագիր տալու, այս հարցադրումները պիտի առաջացած լինեին Տիկին Գրիգորյան։ Հարցադրումներից պատասխանները բնականաբար պիտի տա քննչական կոմիտեն, որովհետև այս փուլում ծառայողական քննության շրջանակներում նմանատիպ գնահատականներ տալ ես չեմ կարող, որովհետև կա քաղաքացու իրավունքների պաշտպանության ավելի լավ գործիքակազմ, ավելի հուսալի, ավելի լայն գործիքակազմ, որը քրեական վարույթն է, եւ կարող է քննչական կամ դատավարական այլ գործողության շրջանակներում տարբեր հանգամանքների հայտ գան, հերկվեն կամ հաստատվեն։ Հետևաբար ես սպասում եմ քննչական կոմիտեի քննության արդյունքներին, վստահ լինելով, որ կլինի օբյեկտիվ բազմակողմանի եւ անաչառ քննություն, որի արդյունքներում ինչ ֆիքսվեց, իմ հետևությունները կկազմեն ըստ այդ արձանագրումների։ Կլինի ոստիկանի մեղավորություն, ոստիկանները պետք է ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության։ Կլինի կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողի նկատմամբ, ուրեմն այս անձը եւս պիտի ենթարկվի պատասխանատվության։ Շնորհակալություն, Տիկին, նախ ֆիքսեցինք դա Վիլեն Գաբրիելյան։ Ես կարճ պետք է արձագանքեմ։ Շնորհակալություն, Տիկին Սարգսյան։ Երբ ասում եք արցախցիների նկատմամբ թիրախավորումը պետք է բացառել եւ այլն, ես շատ ուրախ եմ, որ նման արձանագրում եք անում, բայց ցավոք քաղաքական մեծամասնությունն է, որ այնպիսի օրինակներ է ստեղծել, որոնք ուղղակի այլ բան չեն թողնում ենթադրել, որ կա հաստատի քաղաքականություն թիրախավորելու արցախցիներին։ Իմ կողքին նստած մարդը Գագիկ Մելքոնյանն էր, որ հայտարարում էր, որ արցախցիները իրենց պետք է հյուրի նման այստեղ պահեն, թող իրենց գործողությունները չափավորեն։ Հղում կարող եմ կատարել Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Ձեր մասով էլ կարող եմ ասել, որ վստահաբար տեսած կլինեք այնպիսի պարեկների մասով տեսաձայնագրություններ, որոնք ուղղակի թիրախավորում են մարդուն, բացառապես այն պատճառով, որ իրենք ունեն Արցախի ծագում։ Այսինքն խոսել նրա մասին, որ դրանք կեղծ, բուտաֆորիկ հայտարարություններ են, մեղմ ասած իրականությանը չեն համապատասխանում, որովհետև կան կոնկրետ օրինակներ, կոնկրետ դեպքեր։ Այս եւ պարոն Սիմոնյանի, Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ դեպքերը ես հատկապես այն դիտանկյունից էի տալիս, որ գիտեք, ասում են կան քննչական գործողություններ, իրավական գործընթացներ են տեղի ունենում, այս բան գնահատականներ տալ չեն կարող կասեցնել ոստիկանների գործմաները, հա, այսինքն ծառայողական պարտականությունները չեն կարող կասեցվել, բայց այդ գործողությունները իրավական շատ երկար են տևում։ Օրինակ Աշոտ Սիմոնյանի գործը արդեն քանի տարի է քննվում։ Կարող է մի 5 տարի շարունակի քննվել, բայց այն մարդիկ, ովքեր հրապարակային, էս էլ հրապարակային ա եղել կոնկրետ ծեծի են ենթարկել, այդ մարդիկ շարունակում են ծառայություն իրականացնել։